Ինչու Աստվածաշունչը չի կարող կեղծվել։ Շատերը ասում են, Աստվածաշունչը մարդիկ են գրել, ուրեմն այն կարելի է կեղծել։ Բայց իրականում այս պնդումը չի դիմանում պատմական քննությանը։ Աստվածաշունչը մի գիրք չէ, այն գրքերի մի ամբողջ գրադարան է, գրված մոտ 1300-ից 1500 տարվա ընթացքում, տարբեր հեղինակների կողմից, տարբեր մշակույթներում, տարբեր լեզուներով։ Եվ այնուամենայնիվ, այն պատմում է մեկ միասնական պատմություն Աստծո եւ մարդու հարաբերության մասին։ Եթե այն կեղծիք լիներ, ապա պետք կլիներ մի հսկայական դավադրություն դարերի ընթացքում, տասնյակ հեղինակների մասնակցությամբ, բայց պատմությունը այլ բան է ցույց տալիս։ Մենք ունենք հազարավոր ձեռագրեր տարբեր տարածաշրջաններից, որոնք համեմատվել են իրար հետ եւ ցույց են տալիս, որ տեքստը փոխանցվել է բացառիկ հավատարմությամբ։ Ավելին, Աստվածաշունչը պարունակում է մարգարեություններ, որոնք գրվել են դարեր առաջ եւ իրականացվել են պատմության մեջ։ Կեղծիքը չի կարող կանխատեսել ապագան, իսկ պատահականությունը չի կարող կրկնվել այդքան ճշգրտությամբ։ Եթե Աստվածաշունչը պարզապես մարդկային հնարք լիներ, այն վաղուց կփլվեր։ Բայց այն մնացել է, փոխել է քաղաքակրթություններ եւ շարունակում է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Սա կեղծ գրքի պատմություն չէ, սա կենդանի խոսքի պատմությունն է։